Բարև ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ։ Եկեք այսօր միասին պատրաստենք պրոֆիտրոլներ։ Պրոֆիտրոլները մեր բոլորիս քաջ, տեղյակ էկլերներն են, պատրաստվում է էկլերի խմորով, բայց փոքրիկ տեսակը եւ օգտագործվում է կարծես պաղպաղակ։ Եվ միասին պատրաստենք, դուք էլ ունեցեք ձեր սառնարանում, դուք էլ պատրաստեք, դուք էլ ունեցեք ձեր սառցախցիկում եւ օգտագործեք։ Այսպես, ուրեմն գնացինք։ Մեզ հարկավոր է ջուր, 225 գրամ ջուր է հարկավոր, սառը ջուր։ Միացնում ենք մեր սալիկը։ Մարմանդ կրակ է մեզ հարկավոր։ Եվ ջրի վրա հենց ավելացնում ենք կարագը, 100 գրամ կարագ է մեզ պետք։ Եվ մի փոքրիկ, մի պտղունց աղ, այսպես։ Հիմա սպասելու ենք մինչև ջուրը եռա։ Տեսեք կարագը ամբողջովին հալվել է, հիմա քայլ առ քայլ ցույց եմ տալու, որ բոլորիդ մոտ ստացվի էկլերը։ Տեսեք, ակտիվ եռում է, ավելացնում ենք ալյուրը, արդեն մաղած ալյուր է մեզ հարկավոր։ Եվ խառնում ենք, ավելի ճիշտ հավասարեցնում ենք։ Այնքան պիտի այսպես հավասարեցնենք, մինչև սկսի արդեն ակտիվ կպնելը հատակին։ Սիրելիներս, մեր խմորը արդեն պատրաստ է, ես ընդամենը 5 րոպե եմ այսպես հավասարեցրել։ Վերջ։ Տեսեք, ակտիվ կպնում է արդեն հատակին։ Դատարկում ենք մի շատ հարմար ամանի մեջ, որ կկարողանանք ձվի հետ խառնել։ Երկար թողնելու, որ սառի, մեկ ավելացնում ենք 6 ձուն։ Մի հատ ավելացնում ենք, խառնում ենք։ Մինչև ձուն չի երևում, նորից երկրորդը։ Խնդրում եմ նայեք, ձուն բոլորովին չի երևում։ Ավելացնում ենք երկրորդը։
Նորից ենք խառնում։ Երրորդ ձուն։ Ասեմ, որ ձուն պիտի լինի սենյակային ջերմաստիճանի։ Չորրորդ ձուն։ Սիրելիներիս, մարդիկ հարիչով են հարում, բայց ես չեմ սիրում հարիչով հարել մանավանդ էկլերի խմորը, որովհետև այսպես էլ է շատ լավ ստացվում ու հարիչով մի տեսակ այսպես լղոզված էկլերներ են լինում։ Եվ հետո այդքան էլ երկար չի տևում, որ հոգնեք։ Հինգերորդ ձուն ենք կոտրում արդեն։ Սիրելիներս, ինձ գրում եք, որ ինչի մանրամասնորեն չեմ ցուցադրում, ինձ թվում է համացանցում երևի ես միակ մարդն եմ, որ այսպես մանրամասնորեն ցույց եմ տալիս, քանի անգամ որ պատրաստել եմ էկլեր, բոլոր անգամներն էլ ես շատ մանրամասնորեն ցուցադրել եմ, բայց միևնույն է էլի գրում են, որ ինչի մանրամասն չեմ ցուցադրում, դե հիմա հենց սկզբից ցուցադրեց, սա արդեն վերջին ձունն է, 6-րդ։ Մեր խմորը արդեն պատրաստ է, սիրելիներս։ Հիմա տեսեք, այսպիսի խտության խմոր ենք ունենա։ Այդ փոքրիկ էկլերները պատրաստելու համար ես վերցնում եմ թեյի գթա, տեսեք, որպեսզի շատ փոքրիկ էկլերներ ենք ստանալու։ Այսպես, տեսեք, մի փոքրիկ։ Տոպրակով չեմ ուզում դնել, որովհետև տոպրակով ստացվում է այսպես տգեղ լղոզված ինչ-որ բաներ։ Դուք ինքներդ էլ կհամոզվեք։ Տեսեք ինչքան քիչ եմ դնում, փոքրիկ, շատ չնչի։ Շատ քիչ իրարից հեռու դրեք, որովհետև մեծանալու են, ինչքան էլ որ մենք փոքր դնենք։ Մեկ բաժնից բավականին ստացվում է։ Պրոֆիտրոլներ։
Տեսեք, այսպես մի փոքրիկ, տեսեք, պտտում ենք, այսպես, այսպես, սիրելիներս, մի քանի հատ նորմալ էկլերի չափի եմ պատրաստելու, որպեսզի դուք տեսնեք, որ իրականում նույն խմորն է։ Ուզում եմ անպայման տեղադրած լինեմ, տեղավորած լինեմ։ Այսպես այլ այստեղ տեղավորենք։
Այսպես։ Սիրելիներս, վերջացրինք արդեն, եփելու ենք 180 աստիճանի տակ, վերև ներքև ռեժիմով, առանց կոնվենցիայի։ Հենց որ սկսում են կարմրել, վարդագույն դառնալ գեղեցիկ, ուրեմն պատրաստ է։ Խնդրում եմ մինչև վարդագույն դառնալը ջեռոցի դուռը չի կարելի բացել։ Այսքանն է։ Սիրելի բարեկամներ, ուրեմն արդեն մենք կրեմն ենք պատրաստում։ Ասեմ, որ այս պրոֆիտրոլների կրեմը ձեր ցանկությամբ, ձեր ճաշակում, ինչ կրեմ որ ուզում եք, կարող եք լցնել մեջը, բայց ասեմ, որ այս կրեմը մասկարպոնով և սերուցքով շատ նման է պաղպաղակի։ Իմիջիայլոց ասեմ, որ այս փոքրիկ էկլերները ամբողջ Եվրոպայով խանութներում վաճառում են սառցախցիկներում դրված ու օգտագործում են կարծես պաղպաղակ։ Փոքրիկ, այսպես խմորի հետ պաղպաղակ, շատ արագ, այդպես սառը ուտում են և ասեմ, որ բավականին լավ է և բոլորն են պատրաստում են հենց այս կրեմով, մասկարպոնով կամ ինչ-որ ուրիշ սպիտակ հալած պանիրով և կաթի սերով, այսինքն սերուցքով, շաքարի փոշիի հետ։ Եթե դուք սիրում եք ուրիշ կրեմ, եփովի կրեմ, էսկիմո կրեմ, որ կրեմը սիրում եք, դրանով էլ կարող եք լցնել։ Այսքանը։ Հիմա մասկարպոնը լցնեմ ամանի մեջ։ Ավելացնում ենք, բոլորը միասին ենք արելու։ Ավելացնում ենք կաթի սերը, ինձ մոտ էստեղ 32%-անոց 32% կաթի սեր է և կես կիլոգրամ, կես լիտր է, ես կավելացնեմ 200 գրամ, մոտավորապես այսպես արդեն կավելացնեմ։ Եվ միևնույն ժամանակ ավելացնում ենք ես ավելացնում եմ 4 ճաշի գդալ ալյուր, եթե շատ քաղցր, ներողություն, շաքարի փոշի, եթե շատ քաղցր եք սիրում, կարող եք ավելացնել քաղցրը, շաքարի փոշու չափաբաժինը։ Եվ սկսում ենք արել ամենաթույլ աստիճանում։ Ավելացնում ենք, դեռ չենք վերջացրել, այս փուլում ենք, տեսեք, ավելացնում ենք վանիլինը։ Սիրելիներս, շատ էիք հարցնում, թե որտեղից կարող եք գնել, շատ մի քանի հոգի էր գրել, որտեղից կարող են գնել այս սերուցքը ամրացնող փոշին։ Ես սա գնել եմ Գերմանիայից, գերմաներեն է գրված, բայց այստեղ էլ կա,
Ֆրանսիայում էլ կա, խնդրում եմ դրված է լինում վանիլների, խմորեղենների, պարագաների շարքում։ Ես մի տուփ կավելացնեմ սրան, շատ պետք չի ավելացնել, որովհետև սա տորտ չէ եւ մեզ հարկավոր չէ այսպես ամուր կանգնի, գիտենք, որ շատ լավ կրեմ է սա, չի հալվում, չի տարածվում եւ ամենակարևորը մենք մեր փոքրիկ էկլերները դնելու ենք, պահպանելու ենք, պահելու ենք սառցախցիկում։ Այդ պատճառով ես մեկ հատ կավելացնեմ, կարող եմ ընդհանրապես չավելացնել, ուղղակի շատ այսպես լավ է ստացվում։ Նորից մի փոքր ավելի։ Այսպիսի կրեմ ստացանք։ Ես հարել եմ ընդամենը 7 րոպե։ Սիրելի բարեկամներ, արդեն տեսեք մեկ բաժինը պատրաստ է, այսպիսի։ Գեղեցիկ էկլերիկներ ենք ստացել։ Հիմա պիտի սառեմ ու արդեն տեսեք նոր կրեմով լցանենք։ Էկլերի վրա մի փոքրիկ ջեղք ենք անում, տեսեք, շատ չնչին, դա նույնիսկ չերևացող, տեսեք, այսպես։ Ամենա այսպիսի գողտրիկ անկյունով։ Որպեսզի մենք ունենանք կրեմը լցնելու համար ջեղք։ Պատրաստած էկլերներն են, տեսեք։ Սիրելի բարեկամներ, ես արդեն ավարտեցի, պատրաստ են արդեն մեր փոքրիկ էկլերները, սա արդեն շաքարի փոշի արված է, սրանք արդեն սառն են, սառնան են դրել, որպեսզի դուք տեսնեք, որ սառը նույնպես չի իջնում, ոչ մի բան չի լինում, տեսեք, այսպես սիրելիներս։
Հիմա ասեմ, որ կարող եք լցնել այսպիսի փոքրիկ տոպրակների մեջ կամ մի փոքր մեծ տոպրակների մեջ, եթե դուք գտնում եք, որ շատ է հարկավոր ինչ-որ ժամանակ սեղանի դնելու համար։ Այսքանը սիրելիներիս, իհարկե շաքարի փոշին, երբ որ արդեն հանելու եք սառցախցիկից, այդ ժամանակ կարելի է ցանել շաքարի փոշին եւ արդեն դնել սեղանին։ Սա էլ մեր պատրաստի էկլերները։ Այսքան իմ շատ սիրելի հետևորդներ, ինձ թվում է բոլորիդ էլ դուր եկավ, շատ այսպես հանգամանալից բացատրեցի տեղը տեղին, քայլ առ քայլ եւ ոչ մի հարց այսպես չի առաջանա, եթե իհարկե կարող է հարցեր առաջանան, դուք կարող եք ինձ դիմել, գրել, հոգ չէ, ես անպայման շատ լավ պատասխանում եմ, եթե իհարկե տեսնում եմ, ինձ թվում է բոլորիդ էլ պատասխանում եմ, դուք կփաստեք դա եւ ասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեզանից, բոլորիցդ շատ շնորհակալ եմ, իմ նոր միացող հետևորդներից եմ շատ շնորհակալ, իմ շատ վաղուց ինձ հետևող հետևորդներից եմ շատ շնորհակալ, այսքանը սիրելիներս, ինձ թվում է ձեզ դուր կգա, դուք էլ կպատրաստեք, տանը կունենաք այս քաղցրավենիքը սառցախցիկում եւ ամեն վայրկյանս էլ չեք սպասելու հալչի տորթի նման ենթադրենք, այլ սառը վիճակում որպես պաղպաղակ կօգտագործեք։ Այսքանը իմ շատ սիրելի հետևորդներ, ցտեսություն, շնորհակալ եմ բոլորիցդ, մինչ նոր համեղ հանդիպում։